Չգիտես ոնց Հայաստանի Հանրապետության արտգործ նախարարի աթոռին հայտնվել է մի մարդ, որ հանրային հեռուստատեսության եթերից հնչեցնում է միտք, որ աշխարհում գոյություն ունեցող բոլոր պետություններն անխտիր պոտենցիալ կարող են լինել Հայաստանի Հանրապետության թշնամի։ Նա ուղղակիորեն չի կարողանում արտասանի մի նախադասություն, որ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն առնվազն առավել ևս վերջին 100-ամյակի ընթացքում ունի երկու կոնկրետ թշնամի, դա Թուրքիան է ու դա Ադրբեջանը։ Նա ամեն գնով փորձում է արդարացնի, որի արդարացման տակ նա դնում է մի բան, որ բոլոր պետություններն անխտիր կարող են լինել Հայաստանի Հանրապետության թշնամի։ Նա ասում է, որ ժամանակակից ռազմական տեխնիկայի իրավիճակում այն իրականությունում, որ մենք ապրում ենք, հնարավոր է, որ մեզանից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող պետությունների համար մենք լինենք թիրախ։ Նա մոռանում է ուղղակի ու չի կարողանում միտքը ճիշտ արտահայտի։ Նա բոլորին դարձնում է պոտենցիալ թշնամի ու դա ասում է մի մարդ, որ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, դա ասում է արտգործ նախարարը։ Ու հարց որպես այդպիսին, հավանաբար այն լսարանը, ովքեր որ կլսեն, իմանալով թե հայտնված մարդը ինչի համար է հայտնվել, որ սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար նրանք սրան հարց չեն տա։ Իսկ ավելի հեռավոր պետությունների ներկայացուցիչները ուղղակի երևի կհասկանան, որ աթոռին հայտնվածը ուղղակի իր տեղում չէ, այդքան մի բան, աչք կփակեն այդ արտահայտած հիմարագույն մտքի վրա։ Ինչ է նշանակում, որ պոտենցիալ բոլոր պետությունները կարող են մեզ թշնամի լինել։ Ինչի չի հնարավոր չի անել այնպես, որ ոչ թե լինեն թշնամի, այլ լինեն բարեկամ։ Դա չէ, որ արտգործ նախարարի ուղիղ գործառույթն է, բայց ցավոք սրտի մենք գիտենք, որ իշխող խմբակը ամբողջությամբ գանված է սպասարկելու Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, նրանք Հայաստանի Հանրապետության հարկատուների հարկերից ստանում են աշխատավարձ ու սպասարկում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Նման բան երբևէ պատմության մեջ դեռ չէր եղել, որ այդ կատեգորիայի պաշտոնյան նման հայտարարություն անի։ Ու վստահ եմ, որ գործընկերներից ոչ ոք նրան չի զանգի, չի հարցնի, մեսիջ չի գրի ու չի ասի, ինչի ես մեզ բոլորիս թիրախավորում, ինչ իրավունքով ես մեզ դիտարկում որպես պոտենցիալ թշնամի, այլ ոչ բարեկամ, այլ ոչ գործընկեր։ Ինչ ունենք մենք, որ օրինակ մեզանից 10,000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող որևէ պետություն ուզենա մեր վրա հարձակվի։ Մենք արդյոք մեզանից վտանգ ենք ներկայացնում, որ հնարավորություն ունենան մեր վրա հարձակվելու ու մեզ թշնամի համարելու, այլ ոչ գործընկեր։ Սա է հարցը, որի պատասխանը բնականաբար այս օրերին այդ արած հայտարարությունների ֆոնին նրանք ուղղակիորեն սպասարկում են Օխլոսի շահը, սպասարկում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահը, ուրիշ հեռանկար որպես այդպիսին գոյություն չունի։ Սրանք ամեն ինչ անում են բոլորի հետ թշնամանալու, միայն թե բարեկամ լինեն ու իրենց բարի աչքով նայի Էրդողանը ու Ալիևը։ Ուրիշ բան սրանք իզորու չեն ուղղակի անել։